կարա լինի նման բան վարդի տնկիներ, որտեղ զբաղվում այդ մարդի հետ գործով։ Կասկածելի չթվաց էլի ձեզ համար։ Ասենք ուչեմ է պատկերացնել, որ ասենք Արմենը կարող ասենք էդի ինքը իմանա ինձ։ Հասկացա, ճանապարհի մի մասը իրանք քշեցին, հա։ Ես արդեն երկու մեքենա են դեմից, հետո որ ես հարցերի, բա ինձ գնացինք, հանդիպել ենք կոնտինենտալ նորագարվում, որ գա Արմենի մեքենայով շարունակի, Արմենը ասեց դե Կարենի ես կգամ, դու գնացի, բա Կարենը խի է գալու, ասեց Կարենը պետք է սահման անցնի, մեքենան Կարենի տես, իր այդ տամոժն ու մեղրի։ Դի գնա ինչ-որ բալ տեսնի, բալա, տնա եթե հավանում է, մի շաբաթ կտևի, էլի ասեմ, որ նորից ինքը ֆուրը հետ բերի։ Այդ ընթացքում ասեց, որ մի շաբաթը չանցնի, այդ ափսոս է այդ բերքը, պետք է շատ հանգանում սաղիկ տնա, այդ պահով։ Ասեց դե որ դու չես կարող այդքան քշես, իրար հետ կեթանք, 50,000 քեզ, 50,000 էլ ինձի։ Ասի խնդիր չկա։ Գնացել եմ դիտեն ճանապարհին արդեն որտեղ որ հոգնել եմ, երևի բազարչայից մի քիչ էի խոցել Սիսյանի, ասի Արմեն, արդեն չեմ կարողանում քշել։ Մնացած ճանապարհները իրար հետ քշել են, գնացել են, հասել են Մեղրի, Արմենը ինձ քնից հանել է, ասել է հրաչումերը հասնում ենք, որտեղ որ կաներ խանութ էր։ Այդ խանութից էլ կոֆե բան վերցրել ենք, Արմենն ասեց, բա հեսա մի վարքյանից Կարենը գզանգի մեզի, որ համար տա, որ այդ վեշը բերեն։ Ատե երևի մի 15-20 րոպե կանել ենք, կոֆեն խմել ենք, բան հլա չէր զանգել, մի 5 րոպե հետո, մի 15 րոպե հետո զանգեց այդ տվյալ մարդը, բայց երևաց, որ պարսիկ է։ Սայիդ անում, դե Սայիդով էր խոսում, բայց ինձ դժվար էր այով խոսում։ Ասաց եկեք Հիվանդանոցի խաշմերուկը, պատտվեք կանգնեք, ձեզ կմոտենան գբերեն վեշը կտան։ Հիվանդանոցի խաշմերուկ եկել ենք, պատտվել ենք, կանգնել ենք ու այդ մարդը բերել է վեշը տվել, ես էլ մեջ եմ, մեջ ավտոյից։ Այդ մարդը պարսիկ է ձեզ տվողը։ Չէ, հիմա թղթերով այդ ումա ոմն լողորդ։ Հա։ Դա դեմենք չենք իմանում։ Հա։ Ոմն լողորդ։ Հիմա ինքը բերեց արկղը դրեց մեքենայի մեջ։ Եղել, բայց տելեֆոն ա եղել, որը որ ես նստած եմ ելը, դու հետևի դուրը բացել են, Արմենը դրել են։ Հա։ Իմ սիլզենիկին էլ բացել տելեֆոնը։ Հետո քշեցիք եկաք։ Հա, դե ընդհանուր քշերուց իրանք հեռախոսը, որ արդեն Արմենը բանի հետ խոսում է, որ վեշը վեկա բան, այնտեղ ինչ որ ասում է այդ վեշ տելեֆոնը հանեք, ինչ որ բան, ես ընդ ինչ որ բան եմ խոսում, բացարձակ չի լսվում, չի հասկացում, միակ ինչ որ այդ մի դեպքն է, յանի դեսպրասում ճանապարհին սա ճանապարհը քնած եմ եղել, բացարձակ ես խաբարություն չունեմ այս ամեն ինչից, այդ մի հատ հատվածն է ինչ որ այնտեղ իրանք խոսում են, դե իրանք իրար հետ հեռախոսով են խոսում, ես ինչ իմանամ, իրանք ինչ են խոսում, ու Արմենը ինձ ասում է, ախպեր, տելեֆոնը հետ հաց է, էլի, բաց գցա, ես ինչ մտա, դե տնկի է, բանա, դե կարող է հացա բանա։ Ոնք է անում, դնում եմ այդ սումքի մեջ։ Հիմա եկել ենք, հասել ենք Սիսյանին, մեզի բռնել են։ Կայնասրել են, ինչ որ չի կայնի։ Արմենը, դե Հա դուք քնած եկել այդ ժամանակ։ Ես կողը քնած, Արմենը քշելու համար հասնում ես պոստը, այդտեղ կամերաներ կա, որը ես այդտեղ սաղին խնդրել եմ, որ այդ կամերաները հանեք, տեսեք, որ ես երևում է մեծ կալուն կա, այնց շաքի պոստից իջնում ես, չհասած շաքի պոստ, բայց Գորիսից գալուց։ Ինչ որ ասել են ոստիկաններն են կայնեք, այնր գրաժդանսկի մեքենայով քշելա ժամը 4-ին։ Ընդհանրապես մնում է 100 մետր խոսքի, լավ, ես Արմենին չեմ պաշտպանում։ Ասենք որ գցես թեորիայով, ասենք Արմենը քշում է ժամը 4-ին ինչ որ պատահական ավտոկայանում ասում է ոստիկանություն։ Խի պետք է կայնի այդ մարդը։ Եթե ոչ կա ցուցիչ փետ, ոչ կա համազգես ֆորմի, ասենք խոսքի, միտեղ այդ մարդը։ Հա, չի կանգնում Արմենը քշում։ 50 մետր է մնում բանանիկ։ Քաշել են վեն ու այդ պահը ոնց է Արմենը փախցնում են ինչ անան, ճեռ ու գամբ եմ լսում։ Սենց ճակատոս, մակատոս, շամշերը նկարել այդ ամեն ինչ էլի, սա աղոնը սենց աշկերն է, աղոն գիծակցկար վիճակի մեջ է պահը։ Ասինք վթար եք ենթարկվում։ Իրանք են Սիսյանի բաժնի պետը, այդ բաժնի պետն առնում։ Եսի ոնց է ֆրում մեզի ստրեչ, մի անգամից մեզի, մարդ են կաղ մերր ենք էլ։ Երկու մեքենայի բախում ա լինում։ Հա, Սիսյանի պետը խփում է մեզի, իբր թե կանելու համար, որ Արմենը փախտում է, բան, այդ ճեռ ու գբ այդ եմ ես տենում ու այդ եմ լսում։ Որ աշկերս բացում արդեն դեստաղ աղոնակ շախավ սենց վերես լծված, եկել լսում եմ, որ Արմենն ասում է հերո, շուտարա ավտոյից հելի, ավտոն պաժար կընկնի հեսա։ Ու այդ հեռախոսել կա, իրանք հեռախոսով Կարեն հետ խոսալուց են էլ է։ Այդ հեռախոսը ընկածել է ավտոյի մեջ, բայց սա վիդեոզապիսներով երևում է։ Այդ բաժնի պետը միլիցիաները վազում են Արմենի հետևից մի փախի, Արմենն ասում է, այ ախպեր, չեմ փախնում, ավտո եմ խփել, պաժար եմ տվել, հիմա կարող եմ պաժար ընկնի, հեռու եմ ավտոյից կաներ, չեմ փախում, չեք տենեմ, այդ սա զապիսով գցում է։ Մի խոսքով մեզի հանում գցում են, ինձ այդ վիճակից հանում նորից գցում են, ես էլ օպերացիա արած,
ունեմ երկու հատ ուռուց, չարուրակ ուռուց կա մեկը, մետաստազոնի, որը սա դոկումենտներով կա։ Ես ինձ խնդրում եմ, ասում եմ, ինձ հանեք, գետնի օպերացիա իլած եմ, ինձ լավ չեմ զգում։ Ես շատ իրանց գործողություն են արել որպես օրենքի աշխատող շատ կոպիտ, չանդրադառնամ նրան։ Տալել են ինձ մեկը իրանցից մեկը մելիցեկից, այս մի հոգին շատ վատ է, հանեք կայնացրեք։ Հանին կայնացին, բա ուրա վեշ, ինչ վեշ կա ավտոյի մեջն է, սիձենիկին դրած է սունկով։ Դուրը բացեցին, ասին, էսա սունկեն, էսյա վեշն է, սիհա, որը որ սունկի մեջ դրած էր։ Հիմա այդ մեզի արդեն հավքել են, տարել են, բան բաժին, Սիսյանի բաժին, Կարենին արդեն պոստում են բան իր ավտոյով, որում մենք ես տեղյակել չեմ։ Հետո տանան ամեն մի տեղ բաժնում եկել են, ես ոչ մի բան ոչ ստորագրել են, ոչ մի բան չգիտեմ, դե ինչա, մենակ ես ասել եմ, ինձ հեռախոսը համար տրամադրեք, մեկ էլ բերեք դատաբժիշկ, որ ես ինչ եք անում, օրենքի լիազոր։ Մի խոսքով այնտեղ պայուսակը բացեցին, պարզեց որ մեջը։ Այդ ոչ մի ձևի, ձևի չտվեցին, դատական բժիշկ չկանչեցին։ Օր ու կես անցավ արդեն երկրորդ օրն ապրում, նոր ինձ հեռախոսը համար տվին ու արդեն իրանք ինչ արեցին, ինչ չարեցին, այդտեղ չգիտեմ, բայց օր ու կես հետո ինձ տան հաղթերում որ արդեն խուզակ էին, այդ սա դոկումենտով կա, դիսկը կա որ կդրած է, 5 անգամ նիստեր են այդածեք է, դուրը որ բացին տեսամ այդ սունկեն, ճղած, որ սա երևում է, ճղած սունկեն, գցած ավտոյի անկյունի մեջ, 3 հատ գունդ, որը որ ասեմ տելեֆոն է եղել, 3 հատ գունդ գցած կովրիկների մեջ հետևը, որը որ քնիչը գրել է մինչև առաստաղ, այսինքն որ ես նստած եմ սիձեդելվի սիձենիկին, մինչև պատալոկ ինքը գրում է առաստաղ, հիմա այդ օրը Կարենաս դե գալում են ասում են խոսքի ով է, ինչ է, ես ասել եմ բացարձակ խաբար չեմ, ինչ է կա ինձ ասել են որպես այդքան տաքսի, ես էլ գնացել եմ, հիմա իմ գործն է, ես այդում եմ տաքսի գործը, հիմա ինչ են բերել, ինչ չեն բերել, ես չգիտեմ էլ ինչ է, ես գիտեմ որպես ծաղիկ եմ եթում, շատ տանգանոց ծաղիկներից եմ, տնկին է, որը որ պաշտպասնամից վաստած արած բերվում։ Ես էլ գիտեմ որ Կարենը այդ գործով է զբաղվում, ջերմոցները հիմա էլ կարամ տանեմ ցույցնել, մարդը հեկտարներ ջերմոց ունիած հայաթը։ Ասիմ ես ոչ մի բան չգիտեմ, Կարենին են գալու բան անում, ես չեմ, ես դատարաններ եմ ունեցավ, լսում, ակազից այդ իրիվունա առաջի օրը։ Կարենը Անտոն Անտոնյանի Սիսյանի բաժնի պետին եկել վարչության պետին Սյունիքի, ասում է, մենք դետանք լորագավիթ, մեծ դիմավոր են։ Արեք այդանք բռնեք իրանց։ Ոչ ինչ-որ կագեբեից մարդ է գալում, դատարանում սա ասում է, Անտոնյանն էլ ասում, դատարանից մարդ է գալում, ասում է դա բանից կագեբեից ներողություն, ասում է սենց դե Կարենը արդեն այդ կագեբեին պատմում է, որ սենց տանենք ինչ-որ մատ լորագավիթ մեզի գա դիմավոր է։ Ասում են հա ու էթում են մինչև առեսօր ոչ գալիս են ոչ էլ, այդ մարդը մինչև հիմա էլ բերդում էր, վարչապետին նամակ է գրում, որը չի հասնում, մինչև հիմա էլ ասում է արեք տանեմ այդ մարդկանց տուններ ցույց տամ, այդ մարդկանց տեղներ ցույց տամ, որը որ դատախազ են, դատավորներ են, լսում են այդ ամեն ինչը, չեմ հասկանում, այդ օրենքի չարաշահում է, թե օրենքի լիազորություններն իրանց վրա, իրանք չարաշահում են, ասենք, եթե մարդը 4 ամիս եղբայր հետևել են, ոչ մի հեռախոսազանգ ոչ ունեցել եմ նման հարցերով, ոչ մի բան, կյանքումս ոչ մի անգամ նման հարցերով չեմ զբաղվում, միլիցիայից ունենգած չեմ, ես էլ հիվանդ տղա եմ, ախպեր ասենք։ Գործ ուղարկում են դատարան։ Հա, մեզ տանում են դատարան, որը որ ասենք այդ մարդիկ Սյունիքի մարզի դատարանը։ Հա, Արաքելյանի դատարան։ Գորիսում է գտնում։ Ահա։ Հետո ձեզ դատում են։ Կալանք են տալիս ինձ 2 ամիս։ Ահա։ Այդ առաջինը որ փաստաբան են բերում ինձ ցույց են տալում այդ բանը, դե ես բացարձակ հրաժարված եմ ելել, որ ասենք ես պետք է լինեմ լիազորված մարդիկ, որ ես հավատամ։ Դուք ասում եք փաստաբանը, հա, էլի փաստաբան է, բայց ես չեմ անում, այդ մարդը որ ճանաչում եմ, ոչ էլ ես կյանքում միլիցիայություն եմ, անգի առաջ անգամ, ես դրանից պահանջում եմ դատաբժիշկ ու փաստաբան, որ իմ տվյալ լիազորված փաստաբան ունի, անգեն իմ ծնողներից թող գան։ Հիմա դեպքա պատահել է, ես էլ ընդգրկում, ուրիշ քաշքշկի մեջ չընկնենք։ Հիմա դրանից առաջ գա, հիմա նա եղբայր, ԱԱՑ-ն որ զանգում է Գորիսի Սյունիքի վարչության պետին, ասում է գնացեք մի խումբ բանցիկ եթում են թմրանյուն բերեն, ճիշտ է եղբայր ջան։ Հիմա որ ես այդ տելեֆոնները բացում գցում եմ,
ավտոից, չէ, այդ ընդամենը որ այդ վերցրել եմ տվյալ անձնավորությունը վերել է մեքենայից մեջ, այդ եղել է 10 մետր դեպքում։ Ու իրանք դա տեսնում են, որ ես կոֆե եմ խմում։ Հարգելիս, եթե դու ԱԱՑ-ն, ես չեմ պատկերացնում, զանգում ասում եմ գնացեք այդ դնողիները բռնեք, վերցնողին բռնեք, դնողին թողեք։ Ինչի՞ չեն բռնում դնողին հետը։ Որ չդնեն իմ ավտոն, այսքան ժամանակ էլ ես քաշքշուկի մեջ չեն գնի։ Դնող այդ լողորտ ասվածն է, այսպես ասած։ Այդ չէ, լողորտը ոմն լողորտ է, իսկ ոմն սայդներ միջև առեսը բրոձի բացահայտված։ Ում հետ խոսացել եք հեռախոսով։ Որ ասել է պատտվեց հիվանդանոցի Արմենը։ Դե իրանք կարենետ են խոսացել, ես բացարձակ ոչ մի հեռախոսային բան չեմ ունեցել, ոչ մի բան ներկա եք եղել ավտոյին։ Ես իմ վայ մեքենան այլ ես վարորդն եմ, տաքսու վարորդ, ինձ ասել դες դա աշխատում եմ, գումար են տալիս, իմ պարտավորությունն է, վերջը վերցնում եմ մեքենայի մեջ, մեքենայից վերցնեմ, իջեցնեմ ներքև, ավելորդ էլ գործողություն չունեմ։ Ես իրավունք չունեմ ասեմ մեքենայի մեջ ինչ եք տանում։ Դատարան ինչ ասեց, դատարան երկամսյա կալանքի որոշում։ 2 ամիս կալանքից հետո մի հատ էլ 2 ամիս կալանք տվեց։ Հետո նրանից հետո 3 ամիս կալանք տվեց։ Նրանից հետո տվեց 9 ամիս տվեց տնային կալանք, փոխեց կալանքս։ Ու 3 անգամ կալանքս հետա ձգվեց։ Երկարացվեց։ Այդ ընթացքում ընտրություններ էր այդում Բագրատ Սեփրազյանի ժամանակով։ Ինձ տված էր իմ հսկողությունը Մեծամորի բաժնի ոստիկանությունները, որ տղաները ինձ տանեին բերեն ճանապարհը, քանի որ իմ ոտին գցած էր տնային բան։ Հա։ Եղել է դեպք, որ ասենք այդ ընտրության ժամանակներում չի եղել ինձ ուղերձող եղբայր։ 5-ից 6 անգամ երբ 6-ից ավել չունի, հաստատ 6-ը կա։ Ես իմ խոդով գնացի եկել եմ։ Դուք ուր եք գնում։ Դատարան, հա, դատին։ Հա, տնային կալանք եմ, տնից դե հիմա դատերի եք գնում, գնում եք Գորիս։ Պետք է ձեզ ուղեկցեն, բայց չեն ուղեկցել։ Ես մենակ դա դատավորներն եմ տեսել, դատախազն եմ, տնից հենելու զանգում եք պրոբացիա, ասում եմ հարգելի, իմ դատի ժամն է, հիմա ուղղակի չունեմ, ես պետք է գնամ դատի։ Ժամը ֆիքսեք, տնից դուրս եմ գալիս։ Կներկայանամ ժամը կֆիքսեմ, որ ժամից եմ եկել։ Ոչ մի բացարձակ խախտումներ չեմ արել ախպերս։ Գնացել եմ, եկել եմ տուն, զանգել եմ ախպերին, պրոբացիային, ասել եմ տունն եմ, դե հիմա այդ մարդիկ ինչ մեղավորություն ունեն, որ դատավորությունը իրենց վերահսկողություն են դրել, իրանք ինձ են ասում, այդ մարդիկ մեղավորություն չունեն, դա պետք չի եղել հեսա։ Նրանից հետո որ արդեն տեսավ այս դատը, առաջացանի դատը Ռիմարակինանը, որից շնորհակալ եմ, թե բեք ճիշտ է, ինձ կալանք է տվել, բայց ամեն դեպքում այդ մարդու աչքին մեջ կար, էլի, որ մարդը սաղ տենում էր, այս մարդը ոչ մի բան չունի, էլի, այս մարդուն ինչ դատել։ Հանեց ինձ տվեց պայմանական, ու տենց անընդհատ այդումի դատերի գալիս է, անընդհատ։ Վերջում եկավ դատը կայացավ, ինձ տվեց 4 տարի 8 ամիս, բայց ես իմ մեղքը չեմ ընդունել։ Դա վերջի դատն էր։ Հա, տվեց տարի 8 ամիս, 4 տարի 8 ամիս, 3 տարի կեսը փորձաշրջան, եթե ինձ պահեմ նորմալ, adekvat, ինձ այս ամեն ինչից վերջանում եմ ես։ Հիմա իմ չիմանալու համար, այսինքն իմ չիմանալուց որն է, դա հաստաբանը ինչի համար է։ Հաստաբանը նրան համար է, որ ասենք ինքը պետք է խորհրդակցի իր մեղադրելի հետ։ Եթե ես պետք է իրան ասեմ բողոքարկի, դել փաստաբանը ինչի համար է, հիմա ես միանգամից բողոքարկում։ Դե հիմա ես վերաքննիչն ինձ ասում է, բախի չես բողոքարկել։ Այսինքն մի րոպե, ձեզ տվեցին 4 տարի 8 ամիս։ Այդ երբ ա եղել։ Հոկտեմբերի 20-ից արդեն տարարկես է գալու։ Ահա, որից հետո հիմա դատախազը բողոքարկել, հա, վերաքննիչ դատա։ Մեղադրող դատախազը Լ Աբգայլյան, վերահսկողն ինքն է, երկու հատ տղամարդ նստած, որը որ առաջին նիստին Կարեն Վարդանյանը, Վիրաբի Վարդանյանը ներկա չէր, ինքը ինձ հիմա գտնվում է Շենգավի չէ։ Վարդաշեն քրեակոտողական հիմնարկում Կարեն Վիրաբի Վարդանյանը, ով գործում մեջ մասնաբան կազմակերպիչ է դուրս գալու։ Այդ ընթացքը որ չէ լավ, դե եղավ Արմեն Չոբանյանին Գորիսից բերել էին։ Վերաքննիչն իր գործերով բանել լավ, հետո այդ ժամանակ ինձ փաստաբաներ չկար, որից հետո ինձ փաստաբանի համար տրամադրին։ Փաստաբանը զանգեցի, ասեց եղբայր, ես չեմ, ես այդ գործը հելել եմ, հիմա ուրիշ մարդ է։ Մի խոսքով երկրորդ նիստին եկավ Կարենին էլ բերին, Կարենի փաստաբանը հելա, շատ խելացի շնորհքով ես իրան հարգում եմ, իր արժանի է ինքն իր այդ ուդոյին, Վագն Մարտիրոսյան, շատ շնորհքով հելավ, ասեց խոսք ունեմ էլի ձեզ ասեմ, ասում եմ նրա համար, որ դատախազը մեր հետ ուզեցել է համագործակցի շանտաժի ենթարկել Հրաչին,
որը գնացել է Կալանք, Գորիսի Կալանք, Կալանավայր, Կարենին, Վարդանյանին, ասել է Կարեն, քեզ 12 տարի չեմ դատի, որ դատել լսում եմ, զապիսա չէ՞ լուսավ դատերը, որը ասում է, որ Հրաչյանի վրան ցուցմունքը գրի, միշտ մենք գիտենք որ չկա։ Բառը սա բառացիորեն լսում են երեք դատավորները զապիսան, որ Հրաչյանի վրան ցուցմունք գրի, քեզ 12 տարի չեմ տա, 6 տարի կտամ դատի։ Այն մարդն ասել է, այդ մարդուն ոչ ճանաչում եմ, այս մարդուն ոչ գիտեմ, անգամ 800,000 բդի 400,000 փող տան Հրաչին, սա վիդեոներով լսում է։ Հրաչին 50,000 են տալու։ Իսկ այդ մարդը չէր իմացել, որ իրան բդի 400,000 փող տան։ Այս մարդը տեղյակ չէ, մարդուն բաց թողեք։ Ուզում ես 12 տարի տուր, ուզում ես ինչքան տուր։ Ես ո՞նց կարամ մարդու վրա ցուցմունք գրեմ սուտ։ Եթե մարդը մի բանից տեղյակ չի, հələ մարդուն մենք այսքան վնաս ենք տվել։ Ինձ ընդհանրապես տվել են 20,000, որ ճանապարհին գազ եմ լցել, բենզին եմ լցել, գնացել եմ, հետո պետք է գային, որ փող տային, որ նորագավիթ գազի զապրավկեն, պետք է այդ նորագավիթ պոստի գազի զապրավկեն, պետք է մեզ գային դիմավորեն, պետք է իրենց վեշը վերցնեին, մնացած գումարը տային, որպես սովորական տաքսիստ ես իմ ճանապարհով իրան տանը իր տուն իմ ճանապարհով գնայի։ Բայց այդ ամեն ինչը չի եղել, իմ այս 3 տարի կեսայինցի քաշքշում են։ Քնիչը Խաչատրյան Անդրանիկը, Սիսյանի բաժնը, գրել է մեկը մուսի գործը իմանալով։ Հիմա ես պահանջում եմ։ Ոչ մի ապացույց չունես դու։ Ինչի հիմա վրա ես գրել դու մեկը մեծ ու ինձ էլ կողքել ես այդ դատական գործի մեջ։ Հա, ես պատկաս չեմ կայնել, որ մեքենայից մեջ տեսել եմ այդ ամեն ինչը արդեն խոզակության ժամանակ։ Ասում եմ, իմ մեքենայի մեջ տեսել եմ։ Հիմա թե այդ սումկեն ոնց այլ է, ինչ այլ է, որ այդ սա բարձրացրել եմ։ Եկավ հասա դրան, որ սումկեքը ինչա բանը, դիսկը կտրած է, չկա։ Վազինը հարցնում է, դուք տեղյակ եք այս գործից։ Ասում է, ոնց եք տեղյակ, որ ես ինչ արարքներն եղել է։ Ձեն չի անում է հենց ձեն, ինչը որ առաջացնում դատախազը ինչ խոսացել է, նույն էս մարդն է խոսում էս դատախազը, ու գործից պատկերել։ Հիմա դատախազությունը երբ է բողոքարկել Վճռաբեկի Արաչյանի թե որոշումներ բողոքարկել Վճռաբեկը։ Արաչյանի որոշումը, դատախազությունը բողոքարկել է, որտեղ նորից կալան։ Վերաքննիչ, հիմա իմ հարցը ինչու՞մն է, եղբայր, որ էսի ամբողջությամբ Վերաքննիչը բավարարել է բողոքը։ Հա, որ Վճռաբեկը Ու դուք բողոքարկել եք Վճռաբեկը։ Դու Փաշինյանով էր, դու ամեն ինչով տենան, որ էս ինչա կատարում, չհասկացան, մարդը ոչ մի բան չի արել։ Հիվանդ։ Իսկ Վճռաբեկի դատը երբ է որոշված։ Դե որոշումը չգիտենք, դուր ենք ուղարկել, մի 3 օր այդ բողոքարկումն եղել է, մի ամսի 22-ին է երևի Վարույթ են ընդունել։ Դե հիմա ուզում եմ դրա համար, որ գործը վարույթ ընդունեն, որ տենան ինչքան ապօրինի։ Ասենք եթե դատախազությունը չբողոքարկվեց, դες 4 տարի 8 ամիսներ լինելու պայմանականորեն են 3 տարի։ Ճիշտ է ինձ հարմար բան չի, էլի ասենք այդ ուզածին։ Եթե չբողոքարկեր այդ օրինական ուժի մեջ մտնել։ Օրինական մնում է, ու ասած մտքով ասենք հարմարվել ես այդ մտքին, դե կօրինակ չեն տանում կարող, ու ես ունեմ ծնող, մեծ ծնող։ Հերս ես ամեն ինչի մեջ մահացող ախպեր, առողջ հայր եմ, բոլորը գիտեն, նորմալ մի մարզում, ասենք իմ ապրած գյուղում, ասենք ինքը ինչ առողջ տղամարդ է։ Մի շաբաթվա մեջ հերս մահացավ։ Ձերքերիս մեջ, որը որ զանգում էի դատախազությունը, դատախազին ասում էի, թողեք իմ հորը տանեմ բուժեմ, տնային կալանք եմ, ձերքերիս մեջ արունք եմ, հետալու մահացավ, չթողեցին ախպեր, հիմա էդի ինչ է, մարդասպանություն չի էսի ախպեր, որը որ չունեն ոչ մի բան, ին վրեն ապացույց ախպեր, հեռախոսա զանգերով լսում է, այնտեղ Կարենը հարցնում է, Արմեն, դղթերի մեջ էլ կա հեռախոսա զանգերով է, որ դատարանասակ լսում է, Արմեն, Հրաչին ասել ես ինչի համար ենք էթում Ասում է չէ ախպեր, չի դզում, չեմ ասել, դու էլ չասես։ Ասում է ասել ես, որ 800,000 եմ տվել, 400 դիտաս իրան, 400 պարեսկեզ։ Ասում է չէ ախպեր, մի ասա դու գործ չունես ոչ մի բանի։ Այսինքն այդ ամեն ինչը փաստում է այն մասին, որ դուք ընդհանրապես կապ չեք ունեցել այդ Ընդհանրապես ես այդ տեղերը չեմ, ոչ Իսկ այդ ամեն ինչը դատախազությունը հաշվի չի առնում։ Հաշվի չի առնում, ասենք ինչի համար հաշվի չի առնում, որտեղ ինքը չգիտեմ ինչ Հրամանովա, ինչովա, խիա ուզում զի դատի, ինչի համար ուզում դատի, ինչ եմ արի իրան, ինչա որ ես դատաբժիշկ եմ խոսում, կանչե, Վարդության պետի համար, Սիսյանի բաժնի պետի համար, որ ասենք իմ հետ վերաբերվել են շատ վատ ու կոպիտ, չարված ամեն մի այցա, բողոքարկերն եղել է։ Քննչականներ են տալել ինձի, դիմում եմ արդարադատության մարդու իրավունքներին, արդարադատության նախարարին, ամենառաջինը Վճռաբեկ դատարանին։ Խնդրում եմ թող ուշադիր լինեն այս գործին, լրիվ խախտումներ է,
լրիվ օրենքի չարաշահումը, լիազորության չարաշահությունը։ Ես կապ չունեմ այս գործի հետ, ու ոչ էլ համաձայն եմ այս գործի հետ, որ ինձ վրա այդ հոդվածը դրել է։ Գոնե այն որ ասենք ունեմ ընտանիք, ունեմ հիվանդ մայր, ունեմ հիվանդ եղբայր, ունեմ անչափահաս երեխա, ասենք ես ռայսայից տաքս եմ քշում, գոնե էլի 3-4 հազար օրվա մեջ աշխատում եմ, ընտանիք եմ պահում ես էլի գոնե։ Որ կյանքում ոչ գողություն արած կամ ոչ միլիցիայություն ընկած կամ կյանքում մեկից էլ ցածված չկա։ Եթե մի մարդ կանցնից մի հատ վատ ասի, կարող եմ հրապարակորեն ներողություն խնդրեմ։ Ով ինձ ճանաչում է։ Եթե մի մարդ իր կյանքում ծնված է ասի հրաչը ես ինչ մարդն է, վատ մարդ է, то չգիտեմ ինչ դեպի խոսել։ Դու հարգելի պարոն վարչապետին ուղղակի ես խնդրում եմ դեմներ ընտրությունն, դու ամբողջ հայազնել տեն, հա, որ ես մեր դատավոր ես, դատախազ ես, օրենք ես, համակարգը, ինչ են ուզում ինձանից, ինչ եմ տվել, ինչ են չեն կարող ինձնից վերցեն, որ բացարձակ կապ չունեմ, ախպեր թող այդ ինձնից հեռու մնան, ինչ են ուզում ինձնից։ Դա ճիշտ է, այսինքն մենք չենք կարող ոնց ասեմ, բայց այս սա հիվանդության թղթեր է, որը որ մետաստազ ունեմ 0.1%, այս դրա հետ խաղ են անում, ու մեկ էլ մի բան էլ ասեի, ինձ դատապարտիաների կալանքից տարել են հիվանդանոց, հանրապետական հիվանդանոց, եղբայր, 3 հատ կատե եմ արել, 3 հատ մի հատ հեմերտ եմ արել, ոչ մի թղթերը չտվեցին ախպեր, կնոջս դատապարտիաների հիվանդանոց ես անգել եմ, կինս հոկտեմբերյանից եկել հասել է, բժիշկին տեսել է, 3 անգամ եկել է, գնացել եկել է, ասում եմ թղթերը տվել են բանին, հիվանդանոցին, Եվ ես հիվանդանոցից, քրեակատորական հիվանդանոցից, որտեղ որ ես պարկած եմ այդ ժամանակ, ասում եմ բժիշկին տվեք այդ թղթերը, ուզում եմ տվել, ինչ է իմ այդ կատարում, ես լավ չեմ զգում։ Ասին Հրաչյա ջան, մեզ թուղթ ոչ մի բան չեն տվել, դուք այդ թուղթ բերես, ասի չէ, չեն տվել։ Մինչև վերջ տվեցին, վերջում փաստաբանս հարցրեց Հրաչյա թղթերի վրա, ասում եմ տվել են մեզի ուղարկել են փորձագետի մոտ, նորմալ է։ Այսինքն ոչ մի բան։ Հիմա 23 սանտիմետր իմ հաստատակից կրել են, այսինքն բժիշկներն ինձ խաբել են։ Որը ուղուց կա բանական հիվանդանոցից կա, որը մարդիկ ասում են 0.1%-ը կա, հեռացվել է, մաքուր հեռացվել է, քեզին բժիշկները կյանք են տվել, բայց այդ չի նշանակում, որ դու առողջ ես։ Կարող է 99% մնացածն էլ մի րոպեում քո մոտ այդ օրգանիզմի մեջ մտնի։